պատարագը ձեզ համար ինչ խորհուրդ ուներ, քանի որ մայրաթոռը հայտարարել էր, որ այն ապօրինի է, քանի որ կարգալույց եղածն է։ Ես պատարագը այսօրվա խորհուրդը կարծում եմ Տեր Արամի քարոզի մեջ էր նաև եւ ինչպես ամեն անգամ կիրակնօրյա խորհուրդն է գալ եկեղեցի մեղքերի թողություն ստանալ հոգևոր սնունդ եւ սա է խորհուրդը պատարագի։ Դուք ամեն կիրակի մասնակցում եք պատարագին։ Ամեն կիրակի չեմ մասնակցում։ Բայց առհասարակ մասնակցում։ Առհասարակ մասնակցում եմ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան տեսանյութով մինչև այստեղ ժամանելը հայտնեց, որ փաստացի գործնական քայլեր են մեկնարկելու Արսեն ազատելու, Վեհարյանը այս դրանով նոր փուլ է թելադրում։ Դուք ինչ խոսք ունեք այս մասով, արդյոք գնալու եք, տեղեկություն կա, վաղ օրինակ ինչ որ բան լինելու, քանի որ մամիլում բազմաթիվ նման հրավերներ կան, որ այսօր այսքան մարդկանց այստեղ լինելը հենց այդ խորհուրդը ունի, որ մարդիկ ուզում են գալ եկեղեցի, ստանալ հոգևոր սնունդ, հաղորդակից լինել եւ ամբողջ այս գյուղի բնակչությունը եւ ոչ միայն այստեղի, այլ նաեւ շատերը եկել են Տեր Արամի կողքը կանգնելու։ Ես ինքս նրան վաղուց եմ ճանաչում եւ իհարկե նաեւ 2-3 տարի առաջ եմ ծանոթացել իր հոտից մարդկանց տարբեր խնդիրներով ուրեմն դիմել է, մասնակից է եղել, շատ մտահոգ է եղել եւ այդտեղից եմ ճանաչել։ Տիկին Ավանեսյան, տեսեք, ձեր թիմակիցներից եւս մարդիկ կարծիք հայտնեցին, որ ժողովուրդն է որոշելու, ասում են ավելին ժողովուրդը կարգալույց է արել, կաթողիկոսին չի կարող կարգալույց անել կանանային, դա փաստացի Նիկոլ Փաշինյանի խոսքերն են գրկում, բայց այսօր հակառակներ ենք տեսնում, չէ՞, շատ ավելի մեծ բազմություն էլ հավաքվել է օրինակ Մայրաթոռում, այլ եկեղեցիում, այսինքն հանրության անունից խոսել այս իմաստով ճիշտ է, տեղին է, քանի որ կան նաև մարդիկ, որոնք ընդունում են, այսինքն հանրության անունից ինչպես եք խոսում, հատկապես երբ որ Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում ցույց տվեցին ժողովուրդը, որ չեն ընտրում քաղաքացիական բան։ Գիտեք, եկեք չխառնենք ընտրությունների հետ, այստեղ որևէ կապ չունի, տեսեք, անբանական որ չմտածեք, թե ես օրինում եմ կամ ինչ որ բան։ Այսօր քաղաքականության մասին չէ խոսքը ամենևին, եւ Տեր Արամի հետ կապված էլ մարդկանց մոտ հարց է. ինչու է նրան կարգալույց արել, կա դրա պատասխանը, որն է եղել նրա զանցանքը, որն է, կա դրա 4 կետերով հայտարարություններ տարածել։ Դե հարցը մնացել է օդում եւ բոլոր նշված կետերն էլ ըստ էության չի բավարարում եւ հիմք չեն եղել նրան կարգալույց անելու, բայց նաեւ ժողովրդի մեջ կա հարցը ուղղված կաթողիկոսին, որոնք պատասխան չեն ստանում։ Նույն տրամաբանությամբ մի քիչ այլ է կառույցը, բայց նույն տրամաբանությամբ մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու այս կամ այն պաշտոնյան ազատվեց, երբ որ որևէ, եթե այս պարագայում 4 կետեր է նշվում, օրինակ այդ պարագայում որևէ բան չկա, ընդհանրապես WhatsApp-ով, SMS հաղորդակցություն։ Ախր պետք չի այդպես խառնել ամեն ինչ իրար, չի կարելի այդպես խառնել։ Հենց մեր խնդիրը նրանում է, ոչ, ճիշտ հակառակը։ Եկեղեցին փորձում է մտնել քաղաքականություն եւ սա է խնդիրը։ Ամեն բան ունի իր կարգը, ամեն բան ունի իր ընթացքը եւ պետք չէ խառնել քաղաքական գործընթացների հետ կապված երևույթները մեկնաբանել եկեղեցական եւ ճիշտ հակառակը։ Մեր ամբողջ խնդիրը դրանումն է, որ մենք որպես մեր եկեղեցու հետևորդներ, որպես հոտ ուզում ենք, որ եկեղեցին լինի մեր հոգևոր տունը, որպեսզի մեր առաջնորդները լինեն իսկապես հոգևորականներ, սա է մեր ուզածը, եւ քաղաքականությունն էլ պետք է մնա քաղաքականություն։ Տիկին Ավանեսյան, քանի որ հայտնի դարձավ, որ հոգևորականների արագածորդի թեմի 21 հոգևորականի հենց այսօր ժամը 9-ին քննչական կոմիտե են հրավիրել, նշեցին, որ սա ուղիղ կապ ունի այսօրվա այս պատարագի հետ եւ փորձում են խոչընդոտել թեմում որևէ արողակարգ իրականացնել, ավելին այսօր հայտնի դարձավ, փաստաբանը նշեց, ով իդեպ եկել էր այստեղ, թույլ չտվեցին ոստիկանության եւ նաեւ քաղաքացիների մի մասը առաջանալ դեպի Հովանավանք, նշեցին, որ այսօր ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացել նշված հոգևորականների տների մոտ, երկուսին անգամ բռնել են, պարզել, որ Հովանավանք չեն գալիս, նոր միայն ազատ են արձակել, որպես իրավաբան կուզեմ այս տեսանկյունից արձակել։ Ես այսօր այստեղ ոչ որպես իրավաբան եմ, ոչ որպես նախարար եմ, ես այսօր մեր եկեղեցու հետևորդ այստեղ եմ մասնակցելու պատարագին, կանգնելու Տեր Արամի կողքը, որովհետև ասում եմ տարիների ընթացքում տեսել եմ, թե ինչպես է նա ծառայում այս համայնքին, ինչպես է ամեն հիվանդի հետ ապրում նրա ընթացքը եւ սա է եղել իմ շարժառիթը։ Ելնելով ձեր ասածներից, տեսեք, պետք է նորից խոսենք, որ եթե մարդիկ կատարում են
օրենքով արգելված արարքներ, անկախ նրանից նախարար է, անկախ նրանից որևէ պաշտոնավոր է, եկեղեցական է, թե ինչ է, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Որևէ մեկին հոգևորական լինելը ինդուլգենցիա չէ խախտելու օրենքները։ Եվ նորից եմ կրկնում, ես ներսում եմ եղել, ես չգիտեմ ինչ, լսեցի, որ նաև ամբողջ գյուղը իհարկե կանգնած է Տեր Արամի կողքին եւ չի ուզում, որպեսզի այդ անձը գա եւ սա էլ է, չէ, բռնություն հոտի նկատմամբ։ Պետք է լսել, չէ, այս մարդկանց է ծառայել Տեր Արամը տարիներով եւ իզուր չի, որ նրանք կանգնած են, չէ, կողքին նրա։ Դրա համար եւս մեկ անգամ այսօր հենց ապաշխարության, այսօր մեղքերի թողության բոլորիս հայ եկեղեցու մաքրման ընթացք է եւ մենք տեսնում եք, որ ժողովուրդն էլ իսկապես ուզում է, որ եկեղեցին լինի եկեղեցի, քաղաքականություն եւ դրանք իրար հետ կապ չունեն։ Մի ճշտող հարց եւ ավարտում, որ ասում կա խնդիրների մասին պետք է բարձրացնվի մասին։ Օրինակ, եթե ձեր քաղաքական թիմում խնդիրներ դուք տեսնեք, թեկուզ հենց վարչապետի կողմից, Փաշինյանի կողմից, դուք այսպես կարող եք առանց կաշկանդվելու բարձրացնել այդ խնդիրները։ Գիտեք, շատ անգամներ հենց ընդդիմադիր լրատվականները անգամ չափազանցնելով ներկայացնում են, թե ինչքան բուռն եւ ազատ խոսքի հարգմամբ են տեղի ունենում մեր ներկուսակցական քննարկումները։ Իհարկե, եւ մենք որպես կուսակցություն ամենակարևորը եւ քաղաքական գործիչներ մենք մեր արժեքներին ենք հավատարիմ եւ անկախ նրանից մեր կուսակցական անդամը կխախտի այդ արժեքները, մենք միշտ բարձրաձայնում ենք խնդիրները։ Իհարկե բոլոր ամեն ընտանիքում կան խնդիրները, հարցը դրանում չի եւ մեր այսօրվա այստեղ լինելն էլ է դրա մեջ, որ մենք պետք է առերեսվենք խնդիրներին։ Մենք պետք է ոչ թե հեռանա եկեղեցին ժողովրդից, որովհետև անհաղորդ լինի այդ հարցերին, այլ պետք է հասկանանք ինչն են խնդիրները եւ պիտի գնանք ինքնամաքրմամբ եւ պիտի մենք ի վերջո որպես մենք միշտ հպարտանում ենք, չէ՞, մեր քրիստոնեությունը ընդունելու առաջինը լինելով, բայց միայն առաջինը չպետք է լինենք։ Այսօր էլ մենք պիտի այդ արժեքներով ապրենք։ Որոշումը կայացրել եք արդեն Բեղարանը ազատելու Փաշինյանի կոչի միանալու եք թե ոչ։ Ես գիտեք ինչ, վարչապետը այնքան հստակ է ներկայացրել, որ Բեղարանը ազատելու կոչը ուղղված է ամբողջ հայ ժողովրդին, որովհետև մենք ենք եկեղեցին, ամբողջ ժողովուրդն են։ Ես այսօր այստեղ եմ։ Դա այլ ձև է ներկայացել, ասել է հոգևոր հավաք լինի Էջմիածնի կենտրոնական հրապարակում։ Ուզում եմ Երբ որ ժամանակը կգա, երբ որ վարչապետը կհայտարարի, ես էլ իմ դիրքորոշումը ուրեմն պարզ կլինի, որ հավաքին եւ որտեղ ներկա կլինի։